Մերոնք GTM կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Մեր գործընկերը Fast Bank-ն է, շնորհակալություն Fast Bank-ին։ Եվ այսպես աշխարհը իրար է խառնվել, հատկապես մեր տարածաշրջանում խմորումներ են տեղի ունենում, ըստ այդմ յուրաքանչյուրս ունի անհանգստություն, ինչպես կհանգուցալուծվի կամ ինչպիսի հանգուցալուծում կստանան այս խնդիրները։ Եվ շարունակությունը մեր տերտերապատումն է, սա էլ ունի իր պատճառները, այսօր կխոսենք այդ ամենի մասին։ Մինչ այդ, ասեմ այսօր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է։ Մի օգտատեր կա, երևի ուղեղային մորմոք ունի հիվանդ, կարծեմ Վանիկ չգիտեմ ինչյան։ Րոպենը մեկ ինձ ասում է, ինչու չես խոսում Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, ինչու չես ասում, որ նա չարիք է։ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջին նախագահն է մեր երկրի, առաջին ընտրված նախագահն է եղել մեր երկրի, ում օրոք մենք կարողացել ենք լեզու գտնել եւ ազատագրել տարածքները։ Սա իգիտություն բոլորի։ Դրանից հետո այո, Լևոն Տեր-Պետրոսյանը վախեցավ, չուզեց երկիրը խառնել իր ասելով, եւ իշխանությունը փոխանցվեց Քոչարյանի հետո Սերժիկի այսինքն նման չարիքներին, եւ մենք ունեցանք այն, ինչ այսօր ունենք։ Այնպես որ ուզում եմ շնորհավորել Լևոն Տեր-Պետրոսյանին, առողջություն առաջին նախագահին, ցավալիորեն արդյունքում հնդածս Լևոն Տեր-Պետրոսյանը, որ այս վիճակին հասանք, նաեւ մկներ ծնեց։ Ես ցավում եմ, որ դա այդպես է, բայց անուրանալի է Լևոն Տեր-Պետրոսյանի դերը 88-ի շարժման եւ մեր ձեռքբերումների այն սկզբի ձեռքբերումների գործում։ Հետո ինչ եղավ, բոլորս ականատես ենք։ Շնորհավոր առաջին նախագահին։ Հիմա գանք Իրանի, Թուրքիայի, չգիտեմ, այս իրավիճակները ուր կարող են հասցնել։ Առաջինը Իրանում ոչ թե ժողովուրդը բողոքում են, սոսկ որ լավ չեն ապրում, Իրանում ժողովուրդը չեն ուզում, այսպես ասած, մոլերանտ հավատացյալների դրած սկզբունքներով ապրել։ Դա իրենց ընտրած ճանապարհն է եւ հավանական է, որ Իրանում ժողովուրդը կհաղթի։ Տարիներ առաջ երկրից փախած շահի տղան, երբ այաթոլլաները ուրեմն գրավեցին Իրանի իշխանությունը, շահի տղան այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներից արդեն 60-ն անց է, ոնց որ թե կարգին պատրաստված 19 տարեկան էր, որ հասավ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հետո այդպես էլ հետ չեկավ, Ամերիկայում զինվորական գործեր ուսումնասիրում, կրթություն ստանում, հետո իր ծնողներին, այսինքն շահին քշեցին Իրանից, եկան ինչպես Իրանի ժողովուրդն է ասում մոլլաները, եւ այսօր կարծես թե այդ թնջուկը հանգուցալուծման եզրին է։ Ինչ կտա դա Հայաստանին։ Զուտ մոլերանդական իմաստով եւ այսպես ասած երկակի ու երակի խաղ խաղացող Իրանը կարող է դառնալ մեր լավագույն ընկերը։ Այլևս երկակի խաղեր չխաղան ոչ Ադրբեջանի հետ, ոչ Թուրքիայի հետ եւ ոչ էլ առավել եւս Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը այստեղ վերջնականապես կկորցնի իր տիրապետությունը, ինչը ես կարծում եմ ինչին Ռուսաստանը արժանի է։ Ռուսաստանը չգնահատեց հայ ժողովրդի եւ որևէ ժողովրդի նվիրումը, հատկապես հայ ժողովրդի։ Այն դեպքում, երբ եթե մենք այսպես ասած նայում ենք իրականությանը, հայրենական պատերազմում մենք այնքան սովետական միության նվիրալներ ու հերոսներ տվեցինք, մեր հարևան Ադրբեջանը փախած էր։ Եվ այնտեղից եթե այդտեղ նաև Վրաստանից զինվոր էին ուղարկում, հիմնականում ուղարկում էին այնտեղ ապրող հայերին։ Մեծ կորուստներ ունեցանք, բայց արդյունքում մեր երկիրը, մեր հողերը, մեր տարածքները, այդպես էլ Ռուսաստանը բռնակցեց Ադրբեջանին։ Չեմ խոսում մնացած բռնակցված տարածքների մասին։ Խոսքը ես ոչ թե ուզում եմ թշնամություն սերմանել, այլ իրականությունը սա է, եւ Ռուսաստանը այն ինչ ցանել է, այն կհնձի։ Հատկապես Պուտինյան իշխանությունը, քանզի օրեցօր Ռուսաստանը դառնում է ոչ մի բան։ Անկախ ամեն ինչից այն օծի պես ով ինքն իրեն է խայթում վերջում, որ էլ ուրիշ խայթող մարդ չկա, բայց այս կարգավիճակն ունի Ռուսաստանը։ Մեկ այլ կարգավիճակում կարող է հայտնվել կամ հայտնվելու եզրին է
Թուրքիան քրդերի միջոցով հայերին կոտորեց։ Իհարկե, ելի հիշեցնեմ, այդ բոլոր կոտորածներին նպաստեց նաև մեր, այսպես ասած, մաուզերիստ աղբերների քաղաքականությունը։ Երբ գնում էին մի գյուղում մի քուրդ բեկ սպանում, հետո իրենք փախչում էին, գալիս սահմանը, արաքսն անցնում էսկուրը, սկսում գինի խմել, խոսել իրենց հերոսություններից, քրդական հերոսակախմբերը այդ պահին մի 3-4 գյուղ էին ավերում, մերում անուկ մորթում։ Սա էր իրականությունը։ Այնուամենայնիվ Թուրքիան քրդերի ձեռամբ ազատվեց հայերից։ Հետո քրդերը հասկացան, որ իրենք մնացին ոչ թե այդ հողերի տերը, այլ Թուրքի ստրուկը։ Եվ քրդերը այդ օրվանից պատերազմ են մղում, բողոքի ակցիաներ են անում, որպեսզի իրենց երկիրը, որը ըստ էության գուցե պատկանում էր ժամանակին հայերին, մերն էր, բայց այնտեղ վերականգնեն քրդական պետություն։ Եթե հանկարծ դա այդպես լինի, մեր սահմանը կլինի քրդերի հետ։ Մոտավորապես այսպիսի իրականություն կարող ենք ունենալ։ Ինչ արեց Հայաստանը այդ ժամանակաշրջանում, կարողացավ օգտագործել արտաքին հարաբերություններում դուրս գալ ռուսական վասալությունից, բոլորի հետ զրուցել որպես միավոր, արդեն շնորհիվ նախկին սրիկանների այդ քոչարյանասերժական եւ դաշնակ պարագլուխների տխմարությունների արդյունքում թուլացած Հայաստանը այլևս ասած լավ միջազգային սահմանները մերես են։ Եկեք, ես չեմ ասում Նիկոլի մեղքը չկար, բայց խնդիրը դրանում չի։ Մենք կանգնեցինք փաստի առաջ, ազգովի 30 տարի ամեն ինչ տվեցինք ռազմաճակատին, ամեն ինչուն լռեցինք, որպեսզի մեր բանակը պինդ մնա։ Պարզվեց, որ մեր բանակը պինդ է, ասենք, Քոչարյանի երեխեքի փորում կամ Սերժի Փեսու փորում կամ դաշնակ պարագլուխների, այսպես ասած, գլխակերների փորում, որովայնում, լավ այսպես ասեմ։ Այս իրականությունն ունենք եւ Հայաստանը այս տարիներին դառը պարտությունից հետո կարողացավ կամ փորձեց ոտքի կանգնել եւ հարաբերություններ հաստատել աշխարհի հետ։ Աշխարհի հետ հարաբերություններում պիտի խոստովանես քու պարտությունը կամ քու ունեցածը։ Ցավալի էր, որ այդ պարտությունը մենք խոստովանեցինք, ճար չկար եւ ընդգծեցինք, որ մեզ մեր ունեցածը պահել է պետք։ Կարծես թե աշխարհը գնաց այդ երկխոսությանը, վկան վերջնարդյունքում Թրամփի հայտարարությունը, եթե ուշադրություն եք դարձրել, վերջում ասեց, ես ստիպեցի, որպեսզի Հայաստան-Ադրբեջան խաղաղություն լինի։ Մեզ ստիպել պետք չէր, բնականաբար ստիպել է Ադրբեջանին։ Այս պահին Ալիևի հռետորաբանությունը եւս փոխվել է, քանզի ինքը հասկանում է, որ կարող է ոտատակ գնալ։ Մեր խնդիրը աշխարհի հետ հարաբերվելու կարծես թե ինչ որ աստիճան ունի, համենայն դեպս բավարար համարենք այդ աստիճանը, բայց պիտի վերենք ապրի, քանզի պիտի վստահ լինեն, որ մենք ենք եւ մեր երազանքները հայրենիքի կայացման, ստեղծման, էսի հետ կապված խոսքեր չեն։ Կարևորվեց Թրամփի ուղով նաեւ Հայաստանի դերը։ Եթե Իրանում այս խնդիրը լուծվի, եւ Թուրքիան էլ դեռ իր, չգիտեք, ուր կհասնի եւ ինչքան խնդիրներ կունենա, այնուամենայնիվ մեր այդ միջանցիկ ճանապարհը, մեր ճանապարհները, մեր դերը կարևորվում են։ Ինչ զարգացումներ կլինեն Իրան-Ադրբեջան SN-ը, քանզի այնտեղ էլ ադրբեջանցիներ կան եւ Ալիևը միամիտ չի, մատը այնտեղ փորձում է խառնել ռուսների հետ միասին, ինչ կստացվի, դեռ ժամանակը ցույց կտա։ Մենք ունենք մի կարևոր իրավիճակ այս պահին, այն ինչ արել ենք, կրկնապատկենք, եռապատկենք մեր պաշտպանունակությունը ապահով պահելու համար։ Մեր պաշտպանունակությունը մեր ընտանիքից, մեր երեխեքից, մեր ամեն ինչից կարևոր է։ Ամեն ինչ պիտի արվի, եթե այսօր մենք ունենք X աստիճան, այդ X-ը պիտի դառնա քառակուսի խորանար, չգիտեմ, եւ այսպես շարունակ։ Շատ, քանզի երբեք չգիտես, թե ինչ տեղի կունենա։ Իսկ եթե դու եղար պաշտպանված, որևէ մեկը չի գա 44 օրում քու ձեռքից քու, այսպես ասած, երկիրը տանի։ Դու կդիմադրես։ Ուզեն չուզեն, այդ դիմադրության հետ պիտի հաշվի նստեն, քանզի, ինչպես ասում են, կռվում փլավ չեն բաժանում։ Ընդհանուր, ես այսպես ասած, միջազգային հարաբերությունների գիտակ չեմ,
Ձեզ հետ միասին պարզապես տեսնում ենք, թե ինչ իրավիճակներ են զարգանում եւ ընդհանրապես սա պարզ տրամաբանական մոտեցում է։ Մնում է հաջողություն մաղթել գործող իշխանություններին եւ նաեւ ամենակարևորը բոլոր նրանք, ովքեր այսօր թվերը կշտած խնդիր են ուզում լուծեն ռուսի էմիսար դառած կամ չգիտեմ այնտեղից, պիտի կարողանան սսկվեն, հասկանան, որ որևէ սխալ քայլ ոչ թե իրենց կզրկի մանդատից, այլ մեր երկրի ճակատագրի վրա կարող է ազդել։ Չգիտեմ այդքան բանականություն ունեն, թե չեն, քանզի սովորաբար ազդեցության գործակալական, այսպես ասած, ցանց է զարգացած։ Դե ես մտածում եմ, ինչից պիտի ազդվի, ասենք Ռոբերտ Քոչարյանը։ Միլիարդները տարել է երեխեքին երկիրն էլ հանձնել, թքած ունի, հանձնելու process-ն էլ գցեցին, ասենք թե Նիկոլի Գրպանը կամ Սուրիկի։ Նույնը Սերժիկը, նույնը Արյուս դաշնակցական պարագլուխները, ովքեր զարգեմ ճակտին փռեմ գետինով, ամեն ինչ հավասարեցրին զրոյի։ Ես քիչ առաջ պատմեցի քրդերի հետ կապված շատ պատմություններ, ինչպես էին երկրում մեր գյուղերը հիմնովին ավերում։ Իշխանությունները արտաքին հարաբերություններում զբաղված են այն ամենով, ինչ տեղի է ունենում եւ զգուշորեն Հայաստանի դիրքորոշումն ու պահվածքը այսպես ասած բալանսի պահելով, դա լավ է։ Ներքին հարաբերություններում էլ դե այդ աղբը պետք է մաքրել։ Անկեղծ եմ ասում, այսօր նայում եմ կամ երեք նայում եմ կամ տեսնում եմ նոր տեղեկատվություններ, բարձում է այդ ասողիկ սրբազանը եւս աղջկան այսքանի օրը մարդու է տվել։ Հասկանում եք, խնդիրը դա չէ։ Մեղք չի, մեղք է նա, որ իրենք խաբել են մեզ։ Մենք պիտի տարբերվենք սրբազաններից, ավելի սրբազանները մեզանից։ Նրանք սրբազան են բարիս ամբողջական իմաստով, այս ընկալումը պիտի լինի։ Այս ընկալումը վերահացվել ով ում բռնի այն բանից անի։ Ամենածանրը, երբ մարդը իր մահացած քեռու կնոջ հետ էր, այսպես ասած սիլիբիլի անում։ Այսինքն սրբազան, լրբազան, չգիտեմ, ավելի պիղծ բառեր ինքներդ կարող եք ընտրել, այս աղբակույտից պետք է Հայաստանը ազատվի։ Եվ աղբակույտի գլխավորը կտրիչ կոչվող Ներսիսյանն է, ով ամենևին կաթողիկոսի պատմուճանին արժանի չէ։ Եվ ըստ այդմ զարմանք է առաջացնում բոլոր են մարդկանց կերպարը կեցվածք, ովքեր օրնիբուն ասում են մեր վեհապարը։ Ես ապշում եմ։ Վեհապար, ում քու կնոջը չես վստահի կողքը մի քիչ մնա։ Մեկ էլ կտեսնես հղիացավ։ Այդպիսի վեհապար կամ կնայի շնաբարով հայացքով, քանզի իր տեսակով այդ մարդը այդպիսին է։ Հիմի դուք ինչ լավ Նիկոլին, Նիկոլը վատն է լավ, բայց խնդիրը Նիկոլը չի։ Դեռևս 8-ից 10 տարի առաջ, երբ եւ եղբոր գողությունը իմացանք, թե ինչպես էր կեղտիկով, եւ բոլորս ականատես եղանք ինչպես էին փողոցում մարդկանց սպանում, իրեն եկեղեցականին վայել չպայեց, իրեն կաթողիկոսին վայել չպայեց, քու ժողովրդին սպանում ես, գնում ես սպանողների ձեռքը համբուրում։ Ես դեռ ժամանակ ռեպորտաժ պատրաստեցի, փորձեցի ձեր դատին հանձնել, բայց այսպես դա ոչ ոքին չէր հետաքրքրում կարծես թե, կամ գուցե դրա ժամանակը չէր, ամենևին առաջնահերթության դափրիններին ձգտելու կարիք չունեմ, բայց այս տեսակը չի կարող հոգևոր առաջնորդ լինել, այս տեսակ կարող է ասենք թե իր մտածելակերպի մեջ ինչ-որ տղեկի մեջ լավ տղալել, չգիտեմ, գուցե առնական լինել, ես չեմ իմանում, գուցե հակառակը, չգիտեմ, եւ այլն, բայց սա է կտրիչի տեսակը հայոց գահին իրավունք չունի մնալու։ Այո, ինձ համար էլ շատ ծանր է, երբ մի ուրիշ կեղտով անցած անգամ ասացի, մի ուրիշ կեղտ ուզում են մաքրել։ Նրանք էլ սրբավարի ու սրբազանավարի չեն ապրել։ Բայց սա է մեր իրականությունը, պետք է այդ ավգյան ախորը, այդ աղբանոցը մաքրվի։ Եվ
բոլոր բանական մարդիկ հայ ժողովուրդը այս երևույթին վստահ եմ նայում է ստապ հայացքով։ Մնում է ցավակցել բոլոր նրանց, ովքեր մինչ օրս ինքզինքը չգիտեմ ինչ որ մի կենթանու տեղ դրած շարունակում են վեհափառվել։ Ինչն եք փրկում, որ փառը, որ վեհի փառը, վեհի որ մասի փառը, այս ինչ տգետ մոտեցում է, այս ինչ անաստված մոտեցում է, այս ինչ անսիրտ հայրենիքը չսիրող, ատող մոտեցում է։ Ինձ համար այն մասը, որ մարդը սխալ է անում, ինձ համար այդ սխալի մասին բարձրաձայնելը ես պարտավոր եմ։ Սխալ անողը Նիկոլ Փաշինյան կլինի, թե Տիգրան Ավինյան։ Որոշ անողեղներ օրինիվուն գրում են, դուք երևի Ավինյանի հետ անձնական հարց ունեք։ Ավինյանն ով է, որ ես նրա հետ անձնական են էլ հարց ունենամ։ Ինձ համար իշտ է։ Ընտրված քաղաքապետ է, որ փողոցում տգիտություն է գրել։ Ասում եմ տար ձեր տան քո ծնողների շորերին կպցրու դա, քո մեքենային, որտեղ դուք տգետ եք, դու տգետ ես։ Պետական պատին իրավունք չունի։ Ոչ Նիկոլ Փաշինյանն է դա հետաքրքրում, ոչ մյուսին։ Ես էլ ասում եմ, ուրեմն Նիկոլն էլ է տգետ։ Տգիտության շարքը շարունակում են։ Պիտի չշարունակեն, պիտի ուշադիր լինեն։ Ինչու 2018-ին ժողովուրդը դուրս եկավ։ Ինչ է կարծում Նիկոլ Փաշինյանի համար։ Ոչ, զզվել էին Սերժերից, Ռոբերից, Դաշնակ պարագլուխներից, սուտի, այսպես ասած, խարոշի խաղացող անձանցից եւ այսպես շարունակ։ Ինչու է այսօր Իրանի ժողովուրդը դուրս եկել։ Զզվել են խավարի մեջ ապրելուց։ Նրանց համար ամենևին կարևոր չէ ով է, բայց ուզում են այդ մոլերանտ հատվածից ազատվեն։ Ուզում են ապրեն։ Մարդիկ ապրել են ուզում։ 21-րդ դարում չեն ուզում, այն որ ասում է երեսները փակ պահեն, ուզում են ամեն ինչ լինի ավելի դասական, ուզում են շունչ քաշեն։ Չեք նկատել ինչ է կատարվում։ Տոնորերին իրանցի տղամարդիկ աշխարհով մեկ ման են գալիս։ Ինչ են ման գալիս, դուք գիտեք, բերանս չբացեմ։ Ինչ ստեղծեցին մեր վայ իշխանավորները շատ հաճախ, հենց այդ կանանց, այդ տեսակը երկիրը ապականեցին եւ իրենք էլ շատ հաճախ բիզնես էին անում այդպես, դարձնելով մի մեծ անարականոց։ Էս է խնդիրը, ճշմարտությունները ուրանալ չի կարելի, իսկ ճշմարտությունը հետեւյալն է. պետք է առաջ նայել, պետք է ավելի լավը տեսնել, պետք է օգնել ավելի լավի դեպքում եւ պետք է քննադատել, հարց բարձրացնել եւ թույլ չտալ, որպեսզի աղբը հայտնվի, անգրագիտությունը հայտնվի փողոցում ու դպրոցում, որպեսզի ինչ որ մի ավանակ չորոշի, որ Մաշտոցի նկարը, առաջին ուսուցչի նկարը հայրենի դասագրքում չպիտի լինի։ Քանզի մեր կողքի շատ հարևաններ կամ հենց Ադրբեջան կոչվածը իսկի չգիտի թե իր տարերի հեղինակն ով է։ Մենք ունենք ու պարզում է առաջին ուսուցչի նկարն էլ ենք ջնջում։ Ինչ է թե եւ հետո ասում են եկեք չգիտեմ ինչ որ հերախոսով կարող եք նայել, հետո էլ գալիս է մի քաղաքապետ ասում է չի առաջի դասանցիները հերախոս թող չունենան, չի կարելի։ Մի խոսքով տգիտության այս շքերթը եւս մեծ վնաս է։ Այնպես որ ուժ երանտ ովքեր այս պահին զբաղված են Հայաստանի արտաքին քաղաքականությամբ եւ ովքեր զբաղված են Հայաստանը զինելու եւ Հայաստանը պաշտպանունակ դարձնելու գործին, ամոթ սխալները թույլ տվողներին ու համբերություն մեզ։ Ամեն ինչ լավ է լինելով, կհանդիպենք։